Բարի լույս իմ շատ սիրելի հարազատներ ջան, սիրելիներս, այսօր ապրիլի 24-ն է և մենք գիտենք, թե ինչ օր է մեր հայ ազգի համար, 1,5 միլիոն հայերին ոչնչացրեցին դաժանաբար մեր թշնամիները, երբեք չենք մոռանում, միշտ էլ հիշում ենք ու կհիշենք հավերժ, սիրելիներս, իսկ այժմ դրել եմ մի գավաթ սուրճ, միասին խմենք և գնանք մեր հայ։ Սիրելիներս, կոֆես պատրաստ է, բայց դեռ չեմ խմում, ուզում եմ առաջինը իմ շնորհակալական խոսքը ասել բոլորիդ։ Սիրելիներս, շատ գոհ ու շնորհակալ եմ ձեզանից իմ ուրախությունը կիսելու համար։ Դուք էլ ինձպես շատ ուրախացել եք ինձ համար, մեզ համար։ Շնորհակալ եմ բոլորիցդ ձեր լավ խոսքերի համար, ձեր բարի ջերմ մարդկային վերաբերմունքի համար։ Միշտ լինեք առողջ, ուրախ և ժպիտը ձեր դեմքից անպակաս լինի։ Այնքան ուրախ եմ, այսինքն լիաթոք, որ ունեմ ձեզ պես լավ հարազատ դարձած ընտանիք։ Սուրճս խմեցի, իջա ներքև, ձեզ խոսք էի տվել նշենու ծառը ցույց տալ։ Խնդրեմ սիրելիներս, նշենու ծառը դեռ նոր ենք գնել, չենք տնկել, տեսեք ոնց է ծաղկել, ինչքան գեղեցիկ ծաղիկներ ունի։ Ճիշտն ասած, առաջին անգամ եմ տեսնում նշենու ծաղիկները։ Տեսնում եք, թույլ ռոզվի։ Ցրտերն անցնեն, այս երկու ասել են ցուրտ է լինելու, նոր կտնկենք հողի մեջ։ Սա վարդն էր, որ ցուրտը տարել է, հիմա նոր կանանչել է, այդ չոր մասերը այս երկու օր անցնի կմաքրեմ, տեսնում եք մարգարիտկաները լավ ծաղկել են, սա իմ տյուլպաններն է, կակաչներն է, դեռ չեն կոկոմել, մեխակները, խնդրեմ լավ, միանգամից կանանչեցին, գեղեցկացան, սա էլ ուրիշ ծաղիկ է, մանր, հենա, ծաղկել է արդեն կապույտ գույնի, շատ գեղեցիկ ծաղիկ է, խնդրեմ։ Ուղղակի մի քիչ ծաղկանոցս ասեցի, չէ, կանալիզացիան քանդելուն մի քիչ ոնց որ ավիրեցին։ Ոչինչ, կարգիներս, իսկ հիմա ցույց եմ տալի խաղողի վազերը, ամուսինս արդեն կապել է լարերի վրա, բոլորը տեսնում եք ինչ լավ բողբոջել է, տերևները բացվել է, խնդրեմ, շատ լավ է, փառք Աստծո, ցուրտը չի տարել այս տարի, մի փոքր զբոսանք եմ կատարում մեր այգում, մեր պարտեզում, ցույց տալով ձեզ, հարգելիներս, դեռ շատ աշխատանքներ կա, բոլորը բողբոջել են, գեղեցկացել են, արդեն կամաց ավելի կգեղեցկանան, թփերը կբացվեն, տերևները, տակերը կմաքրենք, կբացենք, որպեսզի ջրենք, այստեղ էլ եղևնիներն են լավ աճել, բարձրացել ծաղիկների հետ, կանաչն է շատ լավ դուրս է, իսկ հիմա գնում ենք դեպի դեղցենին, տեսեք, դեղցենին նշենի ծառու նման գեղեցիկ ծաղիկներ ունի, ռոզվի գույնի, սա էլ մեր դեղցենին, ափսոս, որ ասել են ցուրտ է լինելու, հանկարծ ցուրտը չտանի, սա էլ բալենին է, ամբողջը ծաղիկներ, հիացմունքս, տեսնում եք, ինչքան գեղեցիկ է, շատ գեղեցիկ։ Այս փոքրիկը սիրենի ծառն է մեր յասամանի, սրանք իրիսներն են, այս հոսանքի լարն է, շլանքներն է, որ պետք է կտրեն, հանեն, ժամանակ չունեն, հարգելիներս, որ հանեն լավ կլինի, սիրուն տեղ կազատվի, ծաղիկները կշնչեն, սա էլ պիոնս է, վարդերն են, տեսնում եք, պիոնս լավ աճում է արդեն, շատ եմ սիրում պիոն ծաղիկը, ափսոս, որ երկար չի մնում ծաղիկը, անուշ հոտ ունի, մաքրել է պետք, դասավորել, ամեն ինչ պետք է արվի, շուտով կանենք, ոչինչ։ Սա էլ մեր կարճահասակ խնձորենին է, որն արդեն ուզում է ծաղկել, այս բոճկայի մեջ էլ վառում ենք փայտ, պատրաստում ենք մոխիր, սացիլները անելուն, փոսերի մեջ լցնում ենք այս մոխիրը, նոր դնում ենք
արդեն սացիլը անելու ժամանակ սացիլելու նորից կրկին անգամ սիրելիներս, իսկ հիմա որդիս կանչեց, գնացիմ ներս լավաշ է բերել վաղվա համար, մեր արարողության համար, ընտիր լավաշ է, հայերն են թխում, հայի փուռ է, միշտ ասել եմ ընտիր, կարմիր, անուշ համով, այստեղ մաքրել եմ արդեն կեսը կանաչիների, մեր համով, հոտով, մի այնպիսի հոտ է տարածվել կանաչիների համը և հոտը, չեք պատկերացնի, հայկական է, բուխտաշուկայից է որդիս գնել, սա մաքրել եմ մաղադանոսը, սա միթը դեռելուն եմ մաքրելու, այսպիսի կոտեմ է առել 5-6 դաստայ, հիմա հերթը սրանցից վերջացնեմ, նոր կոտեմը կմաքրեմ, այստեղ արդեն մաքրել եմ համեմը, տեսեք ինչ լավ համեմ է, սա բոլորը համեմ է և հլը ունեմ մաքրելու, այստեղ կարմիր բոխկն է, մի քիչ մաքրեցի, փուտ չի, սիրելիներս, խոշոր է, կկտրեմ, բայց մեջը լավն է, հյուրեր ունենք, հիմա պետք է սեղան գցենք, ասիմ ես մաքրածս ցույց տամ հարազատներիս, գիտեմ, որ միշտ ուրախանում եք իմ ուրախությունով, իմ լավ բարեկամներ, իմ հարազատներ ջան, շնորհակալ եմ բոլորիցդ, արդեն պատրաստվում ենք, կլվանամ, հարգելիներս, դնեմ ջրքքանվի, որպեսզի վաղը առավոտյան արդեն մինչև հյուրերի գալը մենք կշարենք ափսեների մեջ, կդնենք մի անգամվա պակետների մեջ և սառնարանը, երբ որ արդեն սեղան նստելուց առաջ նոր կշարենք, հարս ու կիսուր հանգիստ կանենք, ինչքան որ շատ են լինում, չէ, գործանողները, այնքան գործը խառնվում է իրար, ավելի լավ է մենք հարս ու կիսուր մեր գործը անենք, մինչև ուշ երեկոյան, ասելով, խոսելով, հանգիստ մենք գիտենք, թե մեր գործը ինչպես պետք է անենք, ճիշտ է, օգնողներ շատ ունենք, բայց գերադասում ենք երկուսով հանգիստ կարգով, կանոնով անենք, հյուրասիրենք և ճանապարհենք մեր հյուրերին, սիրելիներս, հիմա մաքրեմ կանաչին, զբաղվեմ հյուրերով, մնացածը կամաց, ինչ էլ որ չեմ հասցնի նկարել, ցույց կտամ արդեն պատրաստի սեղանը, դե ինչ, կադրից դուրս մաքրեմ, տեսնենք որտեղ ենք հանդիպում, սիրելի իմ բարեկամներ և հետևորդներ ջան, այնքան ուրախ եմ այսօր, առույգ, ուրախ, որովհետև վաղը մեր տունը ուրախություն է, իմ ամենամոտիկ հարազատները գալու են շնորհավորեն մեր նոր տունը, մեր տան բացումն է և ամուսնուս ծնունդն ենք նշում, տեսեք ինչ համեղություն են գնել, տեսնում եք խոշոր ընկյուզի միջուկ, հնդկական ընկյուզ, սև հլեշչամիչի մեծությունը, քաղցր, ուզբեկական, դեղին էլ կա և սև էլ, պնդուկ, նուշ, սիրելիներս, այս համեղությունը գնել ենք մեր մոտի շուկայից, որը կոչվում է Food City, ունենք չրեր, մեր պատրաստածը, տեսնում եք, հարգելիներս, մի մեծ աման, տարբեր տեսակի, խնդրեմ, ամեն տեսակի ունեմ, քիչ-քիչ, նոր տարվան օգտագործել ենք, սա էլ հենց ամանով պահել եմ, ուզում էի բացեի, ցույց տայի, խնդրեմ, արդեն երևում է, ահա, սա մեր պատրաստած չրերից է մնացել, սա սերկի ֆիլի չիր է գնել որդից այսօր, մանգոյի չիր է, սա էլ անանասի չիր է, այստեղ ունենք խուրմա, պարսկական խուրմա է, շատ համեղ, խոշոր, մեծ, այստեղ ծիրանի լավաշ է, իմ ձեռքի պատրաստած ընկյուզից շարոցներ ունենք, այստեղ էլ ունեմ 4 այսպիսի շարան,
մսի սուջուխ և մի փոքր կտոր բաստուրմա է մնացել, իհարկե տարբեր տեսակի երշիկների հետ։ Հիմա սա տեղավորեմ, սիրելիներս, համեցեք, բոլորիդ հրավիրում եմ մեր արարողությանը, մեր ուրախությանը։ Գիտեմ, որ բոլորդ էլ ուրախ եք և կիսում եք իմ ուրախությունը, որի համար շատ շնորհակալ եմ։ Լվացել եմ մեր հավերի ձվերը, չուզեցամ անտարբեր անցնեմ, սիրելիներս, արդեն լավ ածում են մեր հավերը, ամբողջ ձմեռ չեն ածել, նոր են սկսել ածել։ Սա էլ նկարել եմ Արինեզ, բայց օգնել է պապիկը, մայիսի 9-ի կապակցությամբ է նկարել այս նկարը։ Սիրելիներս, այստեղ էլ ունեմ իմ ձեռքի պատրաստած ամարոտոն դեղցի կորիզով։ Ամանը իրենը չի, ամարետոյինը չի, ես ուղղակի տարայի միջից դատարկել եմ այս շշի մեջ և դրել եմ սառնարանը։ Վաղը մեր արարողությանը այս ամարետոն կխմենք։ Մի փոքր ամուսնուս հետ փորձել եմ, անչափ համեղ, շատ յուրահատուկ համ ունի։ Այս տարի ավելի շատ եմ պատրաստելու, խորհուրդ կտամ դուք էլ պատրաստեք։ Եվ երբ որ ես պատրաստեմ, միասին կպատրաստենք, սիրելիներս, շատ համեղ է, իսկականից անկեղծորեն եմ ասում, ես հլը դեռ այդպիսի համով խմիչք չէի խմել, ամեն ինչը ոնց որ չափի մեջ լինի, շատ հեշտ և որակով ամարետո ստացա դեղցի կորիզից, անպայման միասին կպատրաստենք և կփորձենք, սիրելիներս, վաղը մենք սա արդեն կխմենք, անուշ կանենք, հարգելիներս, ուզեցա ցույց տամ, կիսվեմ։ Մի քիչ էլ այստեղ գնումներ ունեմ, Viber-ից եմ գնել, չափի գդալներ են, սոդայից, լիմոնի աղի, պեսոկի աման, այսպես օգտագործելու համար շուտվանից եմ գնել, պահել էի, որ բերեմ այս նոր տան մեջ, նոր օգտագործեմ, շատ հարմար է, բոլոր չափսերն էլ կան, սիրելիներս։ Սա սավոկ է, պեսոկի համար, ալյուրի համար հարմար է, սա էլ տապակած կարտոֆիլը, արդեն հասկանալի է խառնելու համար, սա դանակ է, կրեմը քսելու համար, սրանք էլ նորից նույն կրեմները քսես, խմոր կտրես, շատ լավ են, պլաստմասայից է, սա էլ է խմոր կտրիչ, սա պլյոնկա է, կարող ենք օգտագործել սեղանի վրա, սա էլ գրտնակելու համար, խմորը հունցելու համար է, գնել եմ Viber-ից, կովրիկ է, դնեմ այստեղ, սա նորից չոտք է, ձուկ քսելու, սա էլ արդեն ձեռքի հարի չէ, շատ հարմար է, նա արդեն հին էր, չեմ բերել այս տուն, գցել եմ, սա էլ ալրմաղ է, ալյուր են մաղում, սա լուսասարք է, լամպա է, իրեն ձողն է, հարս է նվիրել, այստեղ կօգտագործեմ, որ լուսավորությունը ապահովեմ, կլոր լամպա է, սա էլ տախտակ է, գնել եմ, որ օգտագործեմ, էլը կտրտել, ամեն ինչի համար լավ է, սա նոր տազիկ է, շատ հարմար է, Viber-ից եմ գնել, նержավեյկայից, շատ դուրս եկավ, սա էլ գոգնոց է ինձ համար, նոր տան մեջ, նոր գոգնոց օգտագործեմ, շուտվանից եմ գնել, գիտեմ ասելու եք շնորհավոր, ես էլ ասելու եմ, անչափ շնորհակալ եմ ձեր բարի խոսքերի և մաղթանքների համար, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, սիրելիներս, մաղթելով ձեզ ամենալավն ու բարին, Աստծո օրհնությունները բոլորիդ օջախներից անպակաս լինի, գրկում եմ, համբուրում եմ բոլորիդ և սիրում եմ ձեզ, իմ թանկ, լավ, բարի բաժանորդներ ջան, ովքեր չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ